Բարև ձեզ սիրելի լսարան։ Ես Vita Detox կլինիկայի թերապևտ Սարգիս Գևորգյանն եմ։ Այսօր մեկնարկում է մեր առաջին ոդկասթը, որտեղ կանդրադառնանք առողջությանը ոչ միայն կանխարգելման, այլ նաև ախտորոշման, բուժման եւ կյանքի որակի բարձրացման նպատակով։ Այսօրվա ընթացքում մենք խոսենք ինֆուզիոն թերապիաների, քաշի կարգավորման ժամանակակից մոտեցումների, բիոխայքինգի մասին, հիմնվելով գիտության եւ կլինիկական փորձի նպատակներով։ Միանգամից ներկայացնեմ մեր կլինիկայի թիմին, բժիշկներին։ Ինձ հետ են այսօր բժիշկ էնդոկրինոլոգ Դիանա Վահրամի Կիրակոսյանը, բժիշկ ճառագայթաբան Արևիկ Աշոտի Սարգսյանը եւ բժիշկ թերապևտ Անուշ Հակոբի Սաֆարյանը։ Եվ միանգամից սկսենք մեր ոդկասթը առաջին իսկ հարցով։ Այ ինչու հենց Vita Detox։ Ինչ կապ ունի կլինիկան դետոքս հյութերի կամ դետոքսի հետ։ Դետոքս բառը մենք չենք հորիների։ Դետոքս բառը մարդկությանը շուտվանից է հայտնի, երբ պարզ դարձավ, որ մենք արդեն ունենք օրգան համակարգեր, լյարդ, երիկամներ, աղիների միկրոբիոտա, ավշային համակարգ, որոնք արդեն իսկ կատարում են այդ տոքսինները օրգանիզմից դուրս բերելու ֆունկցիան, սակայն երբեմն ինչ-ինչ պատճառներով այդ օրգան համակարգերը կարող են ծանրաբեռնվել եւ նրանց ֆունկցիան կարող է նվազել։ Եվ Vita Detox-ի առաքելությունը կանում է նրանում, որպեսզի մենք կարողանանք վերականգնել այդ օրգանների ֆունկցիան, աջակցել մեր բնական դետոքսիկացիոն process-ներին, հիմնվելով ապացուցողական բժշկության մեթոդների վրա եւ իհարկե երբ մենք ունենում ենք այդ օրգանների ծանրաբեռնվածություն կամ ֆունկցիայի խանգարում, մենք կարողանում ենք դա հրաշալի տեսնել նաեւ լաբորատոր եւ գործիքային հետազոտությունների միջոցով, հա։ Օրինակ շատ ժամանակ կորտիկային հետազոտության ժամանակ, սոնոգրաֆիայի ժամանակ շատ հաճախ տեսնում ենք լյարդի ճարպակալում, որը ընդհանրապես ոչ մի տեսակի ախտանիշ չունի եւ մարդը իրան պացիենտը ասած շատ հոգնած է զգում, ծանր է զգում եւ չի հասկանում ինչից է խնդիրը։ Եվ հետազոտության ժամանակ պարզվում է, որ ունի լյարդի ճարպակալում, հեպատոմեգալիա, այսինքն լյարդի մեծացում, ինչը հենց օրգանիզմի դետոքս ֆունկցիային խանգարում է։ Սակայն շատերի մոտ մոլորություն է ոնց որ լինում դետոքս բառի հետ կապված, շատերը կապում են դա ինչ-որ հյութերի, թեյերի, թուրմերի հետ, սակայն ինչպես նշեցին բժշկուհիները, դրանք բժշկական մոտեցումներ են, ոչ թե մարքեթինգ կամ ինչ-որ մոդայիկ հյութեր։ Իսկ այն պարագայում շատերի մոտ նաև հարց առաջանում, թե ինչ առաջարկում կլինիկան եւ ինչով է այն զբաղվում։ Ինչ կարող ենք ասել, որպեսզի մարդկանց մոտ բազմաթիվ են լինում հարցերը, երբ դիմում են մեզ թե դուրսը, թե արդեն սոցիալական հարթակներում նմանատիպ հարցերով։ Ինչ է կլինիկան զբաղվում, ինչով կարող են աջակցել բուժարիներին կամ մարդկանց, ովքեր ունեն որոշակի խնդիրներ։ Տեսեք, Vita Detox-ի գաղափարը առաջին օրվանից եղել է հետևյալը, մենք բոլորին առաջին հերթին ցուցաբերում ենք անհատական մոտեցում, կոմպլեքս մոտեցում, այսինքն մենք յուրաքանչյուր բուժարուի օրգանիզմը դիտարկում ենք հորմոնալ, նյութափոխանակային, ֆունկցիոնալ մակարդակներում եւ մեզ մոտ ամեն ինչ սկսվում է գրագետ ախտորոշումից, այսինքն մենք ոչ թե կատարում ենք հիպերդիագնոստիկա, մենք յուրաքանչյուր ախտանիշ դիցուք հոգնածություն դիտարկում ենք, թե հոգնածությունը այ որ համախտանիշների, որ հիվանդությունների հետևանք կարող է լինել, փորձում ենք ախտորոշել ինչից կարող է լինել այդ գանգատը, որպեսզի կարողանանք ել ավելի էֆեկտիվ օգնություն ցույց տալ բուժարուին։ Եվ շատ հաճախ լինում է նաև, որ ես էլ իմ բուժարուների, որ դիմում են մեզ, ասում եմ, ավելի լավ է ունենանք հստակ ախտորոշում, որպեսզի կարողանանք ճիշտ եւ գրագետ կազմակերպել բուժումը։ Շատ հաճախ է, որտեղ գալիս են բուժարուներ, ովքեր ստանում են տարբեր տեսակի դեղորայքներ, առանց բժշկի մոտ գնալու, հարևաններին լսելով, այսինքն այն ինչ որ հայկական ասոցիացիայում, աուրայում բավականին տարածված է, չունենալով հստակ ախտորոշում։ Իսկ այդ դեպքում էլի եմ բազմաթիվ անգամ ինձ տվել են այդ հարցը, պատասխանել են, կուզեմ որ մի անգամ էլ այս հարցը բարձրաձայնենք ու երևի վերջնական փակենք այս հարցը, ինչու է անհրաժեշտ օրգանիզմի դետոքս թերապիան կամ ինֆուզիոն թերապիան, եթե մեր օրգանիզմը արդեն իսկ տեղում նշեցիք ունի դետոքս օրգաններ, օրինակ լյարդը, երիկամները, մաշկը եւ այլն։ Տեսեք, ինչպես վերը նշեցինք, այդ օրգանները կարող են ծանրաբեռնվել։ Օրինակ, երկարատև դեղորայքների կամ արտաքին վնասակար գործոնների ազդեցություն, ինսուլինի սեկրեցիայի խանգարումներ, ինսուլինա ռեզիստենտություն, նյութափոխանակության խանգարումներ, լյարդի մետաբոլիկ ֆունկցիայի խանգարումներ եւ երբ այդ օրգանները իրենց ֆունկցիան չեն կարողանում կատարել այդտեղ, մենք պետք է արդեն միջամտենք եւ կլինի դա դեղահաբերի միջոցով, թե ինֆուզիոն թերապիայի միջոցով, որից մենք շուտով կզրուցենք, մեր բարդ թե ոչ թե կողք
կողքից արհեստական միջամտություններ անել, այլ վերականգնել օրգանիզմի բնական ֆունկցիաները։ Շատ բարի, տեսեք, օրինակ նոր նշեցինք ինֆուզիոն թերապիա բառը։ Մի բառակապակցություն, մի արտահայտություն, որ ի սկզբանե հիմնված եղեր կլինիկայի սկզբնական շրջանում առաջին իսկ օրվանից մենք շեշտ տվել ենք ինֆուզիոն թերապիայի վրա։ Սակայն հայկական շուկայում, այդ ավելի ճիշտ ասած, հայկական հասարակության մեջ ինֆուզիոն բառը, ինֆուզիոն թերապիա բառը ասոցացվում է, երբ որ մարդ պետք է լինի ծայրահեղ ծանր վիճակում, ռեանիմացիայում կամ հիվանդանոցում ստացիոնար պայմաններում։ Դրա համար սկզբնական շրջանում մեզ մի փոքր ընկալումը մեր կլինիկայի հանդեպ այլ էր։ Կարող ենք օրինակ ասել ինչ է ինֆուզիոն թերապիան կամ երբ առավելությունը տալ ինֆուզիոն թերապիայի։ Եթե մի փոքր զրուցենք այդ հարցի շուրջ, որտեղ բավականին ակտուալ է ու դեռ կմնա երկար ժամանակ ակտուալ։ Ինչ կարող ենք առաջարկել մենք կամ ինչու են առավելությունը տալ ինֆուզիոն թերապիայի։ Երևի սկսեմ նրանից, որ ինֆուզիոն թերապիա առավելություններից մեկը այն է, որ միանգամից դեղորայքը շրջանցելով ստամոքսահայքային տրակտը ներմուծվում է արյան հում։ Երկրորդ, երրորդ տեսակ ունենք բազմաթիվ կետեր առավելություններ ինֆուզիոն թերապիաները, սակայն նաև ունենք հակացություններ։ Եկեք ուզեմ զրուցենք եւ առավելությունների, եւ հակացությունների, եւ կողմնակի էֆեկտների մասին, որպեսզի հասարակությանն լինի ավելի բարդ։ Այստեղ հարկ է նշել, որ ինֆուզիոն թերապիայի միջոցով ունենում ենք 100% կենսամատչելիություն, այսինքն ներմուծված դեղորայքը 100%-ով ունենում է ազդեցություն։ Ինչի չի կարելի ասել հաբերի մասին, քանի որ որոշ ստամոքսահայքային տրակտի խնդիրների, նյութափոխանակային խնդիրների, ստրեսի Գորգեն ոչ նաև որ նշանակում ենք հաբեր երկար ժամանակով, որպես կանոն բուժառուների մի մասը արդեն բուժման կեսից դադարեցնում է դեղորայքի։ իրենց լավ զգալով որոշում են ինքնուրույն դադարեցնել կամ ինչու ոչ պարտաճանաչեն, ծուլանում են, չեն հետևում իրենց գրաֆիկին եւ մոռանում են դեղորայքը ընդունել։ Իսկ այստեղ ինֆուզիայի միջոցով մենք ունենք վերահսկում։ Այսինքն մենք վերահսկում ենք ինչ դեղաչափ տվեցինք եւ ինչ էֆեկտի սպասենք։ Եվ այստեղ նաև կուզեմ նշել ժամանակը։ Բժշկության մեջ ժամանակը շատ կարևոր դեր ունի։ Հնարավոր են սուր վիճակներ վիրահատությունից առաջ, վիրահատությունից հետո անհրաժեշտություն կամ որևէ միկրոէլեմենտի, վիտամինի շատ դեֆիցիտային վիճակ, որը պետք է արագ լրացնել։ Այսինքն մենք եթե սպասենք ամիսներ շարունակ խմենք այդ դեղորայքը, չգիտեմ, 5 ամիս, 6 ամիս, մենք հնարավոր է որ միևնույնն չունենանք այդ նույն էֆեկտը կամ ունենանք գերդոզավորում կամ ընդհանրապես արդյունավետություն չունենանք, իսկ այստեղ մենք կարողանում ենք էֆեկտի հասնել շատ ավելի կարճ ժամանակահատվածում։ Իսկ այլ դեպքում մի հարց էլ կուզեմ բարձրացնենք, էլի հարցնում են մեզ, դիվում են ում է հատկապես անհրաժեշտ ինֆուզիոն թերապիաներ, այսինքն կա ինչ-որ կոնտինգենտ, որ մենք կարող ենք ասել, այ օրինակ չէ ավելի նպատակար ինֆուզիոն թերապիան մի մասին արդեն հակացված է կամ չի կարելի։ Գիտեմ, որ օրինակ հղիություն, կրսով կերակրման ժամանակ որոշակի սահմանափակումներ ունենք, կան որոշակի ցուցումներ, բայց ցուցումներն էլ մենք միայն ստանում ենք հսկող մանկաբույժի, գինեկոլոգի իրանց հսկողության ներքո։ Նույնիսկ օնկոլոգիական հիվանդությունների ժամանակ, եթե ինչ պատճառներով ունենք վիտամինային դեֆիցիտներ, երկաթ դեֆիցիտային անեմիա, կամ պետք է ինչ-որ միջամտություններ, մեկը ես վստահ եմ նաև դուք զրուցում ենք հսկող օնկոլոգի հետ, ուսուցկաբանի հետ, ստանալով իր համաձայնությունը նոր արդեն կատարում ենք։ Այդ կոնտինգենտը դրեցինք մի կողմ։ Իսկ մնացած կոնտինգենտի մասին ինչ կարող ենք ասել, ովքեր կարող են ստանալ ինֆուզիոն թերապիա, ում է պետք, կամ ինչ հաճախականությամբ, հարցեր, որ իմ կարծիքով ակտուալ են ու բազմաթիվ են հնչում։ Ում է պետք, ինձ թվում է բոլորին էլ պետք է, որովհետև կլինիկայում մենք ունենք բազմաթիվ տեսակ ինֆուզիոն թերապիաներ, որը անպայման չի, որ մարդը ունենա ինչ-որ հիվանդություն կամ խնդիր այդ ինֆուզիաները ստանալու համար։ Մենք աշխատում ենք բոլոր, ասենց ասած, check-up անելով, ստուգելով բոլոր այն կողմերը, որտեղ կարող ենք ունենալ ինչ-որ մի խնդիր եւ բացառելով հակասությունները եւ ստեղծում ենք ոչ թե հիվանդության բուժում, քանի որ մենք չունենք հստակ դիագնոզ, այլ մենք ապահովում ենք կյանքի որակի բարձրացում, то есть ավելի շատ էներգիա, ավելի շատ ակտիվություն, Ինչպես մենք համադրում ենք ապացուցողական բժշկության հետ նաև կանխարգելիչ բժշկությունը եւ պետք չէ այդ հին համոզմունքներով մտածել, որ պիտի հիվանդը հասնի ռեանիմացիոն վիճակի, ծայրահեղ ծանր վիճակի, ինչ որ վարդություններ լինեն, որոնք հնարավոր է նաև անդառնալի լինեն,
նոր մեկ մտածենք, որ Գերջերազրկման, իշորիան դեհիդրատացիա, դերացնենք, հասնի օրինակ երկաթի պակասը մինչև ցածր հեմոգլոբինի թվերի, մեկ ունենանք արյան տրանսֆուզիայի կարիք, նոր մտածենք երկաթ ստանալու մասին օրինակ։ Դա եւս կարևոր է։ Այստեղ կարող է ձևավորվել ինչ-որ կարծիք, որ մենք գեր գնահատում ենք կատարում օրգանիզմի, այսինքն շատ անալիզներ ենք նշանակում, արտադիրը մեզ համար սոնոգրաֆիկ գնահատումը, բայց մենք օրգանիզմը դիտարկում ենք որպես ամբողջական։ Այսինքն եթե բուժառուն դիմում է ընդհանուր թուլությամբ, չենք կարող հետազոտել կոնկրետ օրգան համակարգը։ Պետք է ամբողջովին գնահատել օրգանիզմի վիճակը, առողջական վիճակը։ Եվ ամեն օրգանիզմի համար նորման տարբեր է եւ մեր մոտ կլինիկայում մենք հստակ դա հասկանում ենք եւ ամեն պացիենտի հետ աշխատում ենք այնպես Հնատական մոտեցում։ անետական հատական մոտեցումով ճիշտ Այդ դոկտոր ջան։ հնատական մոտեցման հետ կապած եւս մի բան կուզեմ հարցնել, նա մարդիկ հարցնում հետաքրքրվում են, որ ասում ենք ցուցաբերում ենք անհատական մոտեցում։ Այսինքն եթե երկու տարբեր բուժառու ստանան ունեն նույն խնդիրը, ստանան նույն ինֆուզիան, այսինքն որ մշակվում է կլինիկայի կողմից, այդ դեպքում երկուսի դեպքում էլ էֆեկտը կլինի նույնը, թե որոշակի առանձնահատկություններ կա, որ հաշվի են առնում սեր, տարիք, քաշ եւ այլն ամեն ինչ ուտը։ Մենք ունենք նաև սխեմաներ, երբ օրինակ երկաթի ինֆուզիա նշանակելուց առաջ մենք այբանաձև ունենք, ըստ դրա մենք հաշվում ենք ինչքան երկաթի պահանջ ունի այդ պահին օրգանիզմը, ոչ ավել, ոչ պակաս։ Դա եւս շատ կարեւոր է եւ իհարկե երկու նույն մարդիկ նույն ինֆուզիան ստանալով հնարավոր է նույն արդյունքները չունենան, որովհետեւ օրգանիզմները տարբեր են, նյութափոխանակությունը տարբեր է, հորմոնալ բալանսը տարբեր է, այդ ամենը պետք է հաշվի առնել։ Ամեն դեպքում ես ուզում եմ նաեւ այս համատեքստում նշել ինֆուզիոն թերապիայի առավելություններից մեկը։ Մենք ունենք ինֆուզիաներ, որոնք ոչ թե մեկ տեսակ դեղորայքից են բաղկացած, այլ 5-6 տեսակ դեղորայքից եւ մենք ինֆուզիոն թերապիայի միջոցով կարող ենք կառավարել մի բաղադրիչ ավելացնել, մեկը պակասեցնել եւ այդ պահին ընտրել տվյալ բուժառուի համար ինչ որն է ամենաօպտիմալ կազմը, այդպես տալ կազմը։ Այն անհատական մոտեցումն է, որի մասին մենք այդքան խոսում ենք։ Շատ լավ, տեսեք Բժշկուհի ջան, խոսեցինք մետաբոլիզմի մասին, նույն օրինակ երկաթդեֆիցիտային անեմիայի ժամանակ շատ հաճախ դիմում են մեզ առանց իմանալու ախտորոշերը, որ ունեն երկաթդեֆիցիտային անեմիա, նշում են, որ ունեն ավելորդ քաշ, ունեն քաշի ավելացում եւ չգիտեք պատճառը ինչն է։ Ու առանց հետազոտությունների ուզում են ազատվել ավելորդ քաշից։ Կուզեմ խոսենք մի թեմայի մասին, որ վերջի շրջանում բավականին ակտուալ է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում, քարոզվում, խոսվում, տարբեր հակադարձությունների առիթ է դառնում, խոսքը վերաբերվում է հասարակության կողմից լայն հայտնի անուններով ասենք Ozempic, Mounjaro այդ դեղորայքների մասին։ Ինչ կարող ենք խոսել այդ դեղորայքների մասին, ինչ դեղորայքներ են դրանք, արդյոք դրանք համարվում են բժշկության նորարարությունները եւ արդյոք այդ դեղորայքները որոշակի էֆեկտ կամ դրական եւ բացասական էֆեկտներ կարող են տալ բուժառուների։ Իհարկե, դեղորայքը շատ հայտնի է, լայնորեն կիրառվում է, ցավոք սրտի նաև ինքնուրույն է սկսել կիրառել, դրա մասին քիչ անց կխոսենք։ Պետալ խմբի դեղորայքները հանդիսանում են պեպտիդներ, որոնք աշխատում են ինկրետինների վրա։ Ինկրետինները դրանք փոքր մոլեկուլներ են, այսինքն հորմոնալ ռեցեպտորներ ունեն իրենց վրա եւ պեպտիդները ազդում են այդ հորմոնալ ռեցեպտորների մակարդակով։ Իրենք գիտեք, եթե միայն լինեին ախորժակը փակող դեղորայք, իրենց մասին շուտ բանից մոռացած կլինեն, մենք այսօր այստեղ այդքան լայնորեն չէինք քննարկի իրենց, բայց իրենք նաև համարվում են այդ հորմոնալ շղթան ղեկավարող դեղամիջոցներ, այսինքն կարգավորում են ինսուլինի սեկրեցիան, ինսուլինա ռեզիստենտությունը, կա դեղորայքի նոր խումբ, որի մասին եւս քիչ անց կզրուցենք, որոնք էլ ավելի շատ ֆունկցիաներ են կատարում, այսինքն գնալով այս խմբի դեղորայքները կատարելագործվում են, բայց հարկ է նշել, այ մեզ շատ են դիմում այս դեղորայքի ճիշտ նշանակման հարցով, հարկ է նշել, որ դեղորայքը նշանակելու ռազմավարությունից կախված է թե մենք ինչ էֆեկտ կունենանք, այսինքն տանը ստանալով մենք ոչ միայն կունենանք շատ վատ կողմնակի ազդեցություններ, այլ նոր էֆեկտներ չունենանք, այսինքն նույնիսկ ամենաթանկարժեք դեղը սխալ կիրառելու դեպքում կարող է ձեզ հիասթափեցնել։ Այսինքն հարկ է համարել կամ հարկ է ավելի ճիշտ ասած նշել, որ ի սկզբանե Ozempic, Mounjaro դեղորայքները ստեղծված են եղել որպես շաքարային դիաբետով հիվանդների համար։ Հետագայում արդեն նկատելով, որ դրանից սկսում է ախորժակը փակվել եւ դիտվում է քաշի նվազում, արդեն հասարակության կողմից մոռացանք շաքարային դիաբետի հետ կապված հարցերը, բոլորը արդեն անցան միանգամից քաշի նվազեցմանը։ Իրենք իսկ հաստատված են նաև որպես քաշի Այս շատ կարևոր բան, որ կուզեի շեշտեինք, իսկ մի հարց
Կա ինչ-որ շատ են էլի հարցնում, դիմում, բազմաթիվ ասում ենք նորից, բայց մի անգամ էլ կուզեմ բարձրաձայնենք այս հարթակով, որպեսզի հասարակության լայն շերտերին ավելի հայտնի լինի այդ ամեն ինչը, կան որոշակի հետազոտություններ, թե լաբորատոր, թե գործիքային, կամ ինչ պետք է իմանա բուժառուն մարդ, որ ուզում է անցնել Մունջարոյի կամ Օզեմպիկի։ Խոսենք մի փոքր այդ թեմայի մասին։ Ես գիտեմ, որ գիտեմ, ես տեղյակ եմ, մենք զբաղվում ենք նաև այդ հարցերով, որ կան եւ լաբորատոր, եւ գործիքային հետազոտությունների որոշակի խումբ, որոնք մենք պարտադիր նշանակում ենք, որպեսզի ստանանք այդ ամբողջ տվյալները, նոր կարողանանք ասել։ Կուզեմ խոսենք սկզբնական շրջանում լաբորատոր հետազոտությունների մասին որոշակի, որից հետո մեր դոկտոր Ճառագայթաբանը արդեն խոսել սոնոգրաֆիկ ավելի տվյալների մասին։ Նախ եւ առաջ յուրաքանչյուր բուժառու պետք է իմանա մի ոսկե ստանդարտ, որ յուրաքանչյուր դեղորայք օգտագործելիս պարտադիր է բժշկական հսկողությունը։ Ինչ վերաբերում է Մոնջարոյին եւ Օզեմպիկին, դրանք պահանջում են մի շարք հետազոտություններ, ինչպես լաբորատոր, այնպես էլ գործիքային։ Մեզ մոտ գնահատում ենք ընդհանուր առողջական վիճակը, բազմաթիվ հետազոտություններ են կատարում, չեմ կարող դրանք հիմա թվարկել, եւ այո, ծավալը բավականին շատ է եւ դա չի համարվում գերդիագնոստիկա եւ պարտադիր է սոնոգրաֆիկ գնահատումը, ինչը մեզ կասի արդեն Սոնոգրաֆիայի ժամանակ անպայման պետք է կատարենք ամենակարևորներից մեկն է, որը վայնի սոնոգրաֆիան եւ վահանաձև կենտրոնի սոնոգրաֆիան, то есть մենք գնահատում ենք ոչ միայն լյարդի վիճակը, այս պարագայում անպայման ենթաստամոքսային գեղձի ֆունկցիան եւ կառուցվածքային ոչ մի խնդիր չունենալու դեպքում, լեվաքարային հիվանդություն չունենալու դեպքում հանգիստ կարող են կիրառել, եթե իհարկե լաբորատոր ցուցանիշները մեզ թույլ են տալիս, բայց ամենակարևոր կետերից այն է, որ վահանաձև գեղձի հանգույցների դեպքում մենք ունենք սոնոգրաֆիկ, ունենք թերած համակարգ, ինքը շատ լայն կիրառվող համակարգ է նաև ռադիոլոգների կողմից եւ էնդոկրինոլոգների կողմից, մենք դա մեր լեզուն է, որ մենք հասկանում ենք իրար եւ հանգույցի պատկերը ավելի ճիշտ ենք ընկալում։ Այս դեպքում պետք է ասեմ, որ թերած 3, 4 եւ 5 հանգույցների դեպքում մենք շատ ուշադիր պետք է լինենք, հավելյալ անալիզներ կարող են նշանակվել եւ արդեն կոնսուլտացիա կնշանակենք օնկոլոգի հետ կամ կնշանակվի բիոպսիա, որի ժամանակ արդեն հստակ հանգույցի որակը գնահատելու դեպքում նույնպես էնդոկրինոլոգի որոշմամբ կսկսենք կիրառել Մունջարո եւ պարտադիր դինամիկ հսկողություն։ Անպայման դինամիկ հսկողություն ունեցել ենք դեպքեր, որ հակացուցման դեպքում, որը խիստ հակացուցում չի եղել, եւս կիրառվել է դեղորայքը։ Կան հարաբերական, այո, հարաբերական հակացությունների դեպքում մենք պրոստը դինամիկ հսկում ենք եւ ընթացքում հասկանում ենք դեղորայքի քանակը քչացնելու, դոզировка փոխելու իմաստ կա թե չէ։ Նշեցի լեգաքարային հիվանդության մասին, բավականին տարածված հիվանդություն, որ մեր ազգաբնակչության մեջ շատ կա։ Այսինքն, եթե սոնոգրաֆիկ ախտորոշվեց լեգաքարային հիվանդություն, կապ ունի քարերի տեսակը, քարի չափը, լարատորանի մոտա թե չէ, այսինքն թե իրան բոլորը բացարձակ հակացում են, թե հարաբերական։ Հարաբերական կարող ենք ասել, քանի որ քարերի բոլորի մոտ տպավորություն է, որ քարը ինչքան մեծ է, այդքան ավելի վնաս է տալիս օրգանիզմին, բայց պետք է ասենք լեգաքարային հիվանդության ժամանակ փոքր քարերը ավելի վնասակար են, քանի որ կարող են ծորանը փակել եւ բերել ավելի լուրջ հետևանքների, քան մեծ քարը։ Բայց այս վերջերս ունեցել ենք բուժառու, որի մոտ սոնոգրաֆիկ հետազոտության ժամանակ մենք նկատել ենք գոյացություն փոքր կոնք եւ ուղարկել ենք հավելյալ հետազոտությունների եւ պարզել ենք, որ ունենք օնկոլոգիա։ Այս պարագայում արդեն հակացուցված է դա Մունջարո Մունջարոյի հակացված է։ Այսինքն ուզում ենք հստակեցնենք, շատերի մոտ նաև այդ հարցը շատ լավ հարց բարձրացնեցիք, թեման բարձրացնիք, բոլորը հետաքրքրվում են, նաև մեզ դիմում են այդ հարցով։ Եթե մենք ունենք օնկոլոգիա, Մունջարոն դա կարող է ավելի սրացնել
կամ եթե չունենք օնկոլոգիա, արդյոք ունջարով ստանալու դեպքում հակվածություն դեպի օնկոլոգիական հիվանդությունների ավելի հաճախակի կլինի։ Երևի դոկտոր այո, մենք անդամ միշտ նշել, որ Lilly ֆիրմա, որ արտադրել է այդ տեղորայքը եւ FDA-ն որպես հակացուցում եւ մինչեւ վերջ բարձրացած հակացուցումը չի դա, որովհետեւ կենթանիների վրա փորձարկման արդյունքներով է շատ եղան, մարդկանց վրա դեռևս այդ տվյալները հստակ չեն, բայց միևնույնն է մենք պետք է բացառենք առաջինը մեդուլար կարցինոմայի առաջացման հավանականությունը եւ միայն այդ տիպի օնկոլոգիայի դեպքում է, որ ունջարոն ոչ թե եկեք ուշադրի ունենք կարող է առաջացնել, այլ կարող է նպաստել առաջին, եթե մենք արդեն ունենք այդ տեսակը կարցինոմայի, բայց օրգանիզմում որևէ այլ օրգան համակարգերում որևէ տեսակի ուռոց կառաջացնել, ունջարոն անհնար է չի կարող առաջացնել, այդ առումով կարող ենք հանգիստ լինել։ Պետք է ասենք անպայման դրա մասին, որ մեզ պետք են հետազոտությունները կատարել այս պահին, քանի որ ամեն տեսակի գոյացություն կարող է առաջանալ, եթե օրինակ ունեցել ենք սոնոգրաֆիա 1 տարի առաջ, դա մեզ բավարար չէ։ Եվ հատկապես բուժարվները շատ ժամանակ գալիս են եւ ասում են ամեն ինչ նորմալ է։ Այդ նորմալը մեր համար, ասենց ասած, թիվ չի։ Պետք է անպայման տեսնենք այս պահին ինչ է կատարվում օրգանիզմում, համ լաբորատոր ցուցանիշներով, համ սոնոգրաֆիկ, քանի որ օրգանիզմը նենց է կառուցված, որ 1 օր, 1 ամիս, 1 շաբաթ անց մենք կարող ենք ունենալ փոփոխություններ, որոնք պետքա մենք տեսնենք դինամիկ։ Մենք ինչքան ենք ունեցել դեպքեր, օրինակ երբ հայտնաբերել ենք վահանաձև գեղձի պապիլար կամ ֆոլիկուլար կարցինոմա, եւ ունեցել ենք նաեւ դեպք, երբ հայտնաբերել ենք իհարկե վիզուալ այդպես հնարավոր չէր տեսնել 7 սանտիմետրանոց հանգույց վահանաձև Ժարուն ասում էր, որ ինքը շատ լավ է իրեն զգում։ Այո, ոչ մի կանգաց չի զգում, այո, քանի որ շնչափուղին մոտ չէր տեղակայված, մի քիչ ավելի կողք, ավելի այսպես ներս ընկած հատվածով եւ բայց փաստացի հայտնաբերվեց, այսինքն մենք չենք կարող այդպես հանգիստ լինել եւ օրինակ 1-2 տարի առաջվա սոնոգրաֆիկ հետազոտությունների դեղորայքը նշանակել, դրա համար շատ ժամանակ ասում են դե ինչու եք այդքան սոնոգրաֆիա ուզում, ինչու եք այդքան լաբորատոր քննություններ ուզում, դա արվում է առաջին հերթին հենց բուժառուների համար։ Որ ասում են շատ հաճախ ես անալիզները հանձնել եմ իմ մոտ նորմալ է, բայց նայում ես անալիզները, դա անալիզները ոչ մի կապ չունեն այն խնդրի հետ, որ ինքը դիմել է կամ ինչ որ անել է։ Որովհետև շատ ժամանակ իրենք բուժհաստատություններ են այցելում, որտեղ նորման օրինակ ֆերրիտինի դիթոքս սկսվում է, չգիտեմ, 7-ից մինչև 150, եւ ֆերրիտինը լինում է 9, 10, Եվ դա համարվում է նորմալ։ Եվ դա համարվում է նորմալ, բայց Այո, ինսուլինը, այո, երկաթի դեֆիցիտի բոլոր Չի կարող նույնիսկ ինսուլինի մասին։ չի կարող օրինակ տղամարդը եւ տղամարդը, որը 100 կիլո քաշ ունի եւ սերային երկու մետր, առանձնահատկություններ եւ 50 կիլոգրամանոց աղջիկը նույն նորման չեն կարող ունենալ ընդհանրապես, նորման շատ հարաբերական է դրա համար։ Այսինքն վիտադետոքսը նրա համար է, որ երբ մարդը ունի անալիզներ, որոնք նորմայի մեջ են, որոնք այլ դեպ մեկնաբանվում են, որ գիտես, քեզ մոտ ամեն ինչ նորմալ է, բայց մարդու կյանքի որակը լավը չէ։ Կարծիրը լավ չի զգում։ Բայց ամեն ինչ լավ է։ Այո, գտնել այդ օղակը։ Ստեղծ է դարձի պատասխանը դոկտորը, որ հարցնում եք ինչ է նշանակում անհատական մոտեցում, վիտադետոքսը հենց ունի այսպիսի մոտեցում, յուրաքանչյուր անձի, յուրաքանչյուր առանձնահատկության համար։ Եվ անպայման բուժառուն պետք է ներգրավված լինի բոլոր փուլերին իր պրոցեսների անպայման պետք է տեղեկացված լինի, որ անալիզը ինչ նպատակով է հանձնվում, որտեղ որեքը ինչ նպատակով է ընդունվում, երբ որ բուժառուն ընդգրկված է բուժման մեջ, արդյունքը միշտ լինում է ավելի լավը։ Եվ ուզում եմ նաև խոսեմ, որ այս դեղորայքից պետք չի հրաշքներ սպասել է, շատ են ինչքան ժամանակ։ Ինչքան կնի հարեմ, ինչքան ժամանակում ճիշտ է մոտավոր 15 կիլոգրամ, կամ ինչու իմ ծանոթ օրինակ Աննան նիհարեց 20 կիլոգրամ, բայց ես 3 շաբաթ օգտագործում եմ 5 կիլոգրամ եմ նիհարել կամ եթե չեմ նիհարել։ Այդ անհատական մոտեցումը, նաև անհատական ռեակցիան օրգանիզմի, դա էլ է շատ կարևոր, դա երևի պետք է հավելենք, որ տարբեր օրգանիզմներ տարբեր կերպ են պատասխանում բուժմանը։ Ոմանց մոտ
Եթե ունեք նաև լրացուցիչ դեֆիցիտներ օրգանիզմում արկա, թե վիտամինային, թե օրգան համակարգային, հետևաբար մեր պրոցեսները եւ նյութափոխանակային եւ վերականգնողական ավելի դանդաղած են լինում։ Իսկ եթե հորմոնալ բալանսը չվերականգնենք, դեղորայքը հանելուց հետո խաշը պարզապես հետ է գալու։ Ու այդ պահն էլ շատ կարևոր քաշը հետ գալու պահ, շատ լավ նախադասություն, բարակապակցություն ասեցիք, նաև այդ պահը, որ հանկարծ մարդկանց մոտ թույլ կարծիք չստեղծվի, մենք կլինիկայում ցանկացած բուժարու դիմում է մեզ ավելորդ քաշի հետ կապված եւ ուզում է նիհարել, մեր առաջին հորդորը, քարոզն այն է, որ փորձենք նիհարել առողջ նիհարման սկզբունքով։ Երկարատև կայուն Երկարատև կայուն, որտեվ Մունջարոն, Օզեմպիկը եւ մնացած այլ նմանատիպ անալոգները իրանք նախատեսված են արագ նիհարման համար, բայց դա երբևէ, այսինքն, երբ որ մարդ նիհարում է առանց ինչ-որ բան ուժ գործադրելու, ջան գործադրելու, առանց իր վրա աշխատելու, հետեւաբար շատ հեշտ է կարող նորից վերադառնալ նույն քաշին։ Ու կլինիկական փորձերը վերջին շրջանում, թե հայաստանյան, թե արտասահմանյան նորից ցույց են տալիս, որ այն մարդիկ, ովքեր Մունջարոն ստացել են ու դադարեցրել են, առանց սննդակարգի հետևելու, առանց ապրելակերպի փոփոխության, կար ժամանակ հետո նորից վերադարձել են իրենցին քաշի։ Այսինքն սրանք խնդրի լուծում չեն, սրանք ուղղակի միջոցներ են, որ օգնում են մեզ Կարճ ժամանակում հասնել Այո։ իրենց ինչ-որ արդյունքի։ բայց կարևորագույնը իհարկե, այսպես ասած, lifestyle-ն է, որ պետք է ֆիզիկական ակտիվությունը, սննդակարգը կարգավորել։ Ռուսերեն ասված կաստիլ, который помогает ходить։ Անպայման։ Այ կան սննդաբաններ 1 ամսում -20 կիլոգրամ։ Բոլորս հասկանում ենք, որ դա նորմալ չէ, եւ օրգանիզմը 1 ամսում 20 կիլոգրամ ճարպ ուղղակի չի կարող կորցնել։ Այ վիտադետոքսի ռազմավարությունը ինչու ենք մենք դանդաղ իջնում, որովհետեւ մենք իջնում ենք որակով, պահպանելով մկանային զանգվածը, իջնում ենք միայն ճարպի հաշվին, ոչ թե մկանային զանգվածի կամ դեհիդրատացիայի հաշվին։ Դեֆիցիտների չի ենթարկելով։ Որովհետեւ չունեն այն բուժարուները, ովքեր գալի ասում են արդեն ամբողջությամբ հյուծված օրգանիզմ ունեն, ոնց վերականգնում ենք, արդեն ուզում եմ քաշավաճ։ Բոլոր տեսակի դիետ։ Շատ արդեն բժշկության ոլորտում բավականին արդեն ակտուալ մի թեմա է ռետատրուցիտը։ Արդյոք ինչ է ռետատրուցիտը, արդյոք այն եկել է փոխարինելու Օզեմպիկին, Մունջարոյին, թե կարելի է համատեղել կամ ինչով տարբերենք արժի ռետատրուցիտը այս փուլում, թե սկսենք Մունջարոյով, հետո անցնենք ռետատրուցիտի։ Խնդրեմ մի փոքր այդ դեղորայքի մասին խոսել, որտեղ ամբողջ համացանցը եւ սոցիալական մեդիան եւ բժշկական ոլորտը բոլորը սպասում են FDA հաստատման, ինչքանով տեղեկացված եմ, երրորդ փուլն արդեն անցած է։ 26 թվի ընթացքում ինքը արդեն 26 թվի վերջերին։ Ինչ է իրանից ներկայացնում ռետատրուցիտը, որպես բժիշկ էնդոկրինոլոգ, ներդատաբան, ավելի մանրամասն կխնդրեմ մի փոքր։ Տեսեք, Օզեմպիկը մեզ մոտ մի քիչ ավելի པարզ լեզվով ասեմ, մի մեխանիզմով է աշխատում Մունջարոն 2, ռետատրուցիդը արդեն 3, այսինքն այդ խմբի դեղորայքների երրորդ ցելոնն է իրենից ներկայացնում։ Նույն խմբի դեղորայքի երկու տեսակ բնականաբար իրար հետ համակցել չի կարելի։ Ռետատրուցիտի տարբերություն Մունջարոյի ունի մի մեխանիզմ ավել, այսինքն ինքը աշխատում է ոչ միայն GLP-1, GIP ռեցեպտորների, ինքը ազդում է նաև գլուկագոնային ռեցեպտորների վրա։ Դրանով մենք ընկճում ենք գլյուկոզայի պաշարների պահպանումը լյարդում, այսինքն սկսում է գլիկոգենոլիզ։ Եվ երբ լյարդից այդ հավելյալ ածխաջրերը դուրս են գալիս, գլյուկոզան դուրս է գալիս, դա ոչ թե գնում կուտակվում է որպես ճարպ, այլ օրգանիզմը դա սկսում է օգտագործել որպես էներգիա, այստեղ ունենում ենք նաև էներգետիկ պաշարների ավելացում։ Ռետատրուցիտի առավելություններից է, որ այն նաև լիպիդային պրոֆիլի վրա ունի դրական ազդեցություն եւ ընդհանուր բորբոքային ֆոնը նույնպես կարող է նվազեցնել, հա։ Այսինքն ինքը համարվում է հորմոնալ շղթան ղեկավարող դեղամիջոց եւ շատ մեծ արդյունքներ կարծում եմ ցույց կտամ։ Ռետատրուցիտը ճիշտ հասկացա, որ Մունջարոյից այդ հետազոտությունները, որ վերջում կարդում եմ ուսումնասիրում եմ, ցույց որ քաշի նվազեցման առումով է ինտելերացիա ավելի մեծ հետազոտությունների արդյունքում։ Իսկ կոմնակի էֆեկտները, այսինքն էլի կարելի ասել նույն ինչ որ ունի Մունջարոն, հա, սրտխառնոց։ Հնարավոր է, բայց ենթադրվում է, որ ռետատրուցիտի կողմնակի երևույթները պետք է ավելի քիչ լինեն։ Ես նաև տեղեկացված եմ, որ ռետատրուցիտ, ինչպես նաև Մունջարոն, արդեն իսկ քննարկում են եւ որոշ տեղերում նաև արդեն օգտագործվում է որպես մետաբոլիկ ասացված ճարպային հիվանդության բուժման սխեմաների մեջ։ Այսինքն կարելի ասել
ստեղծվել է դեղորայք, որ կարելի է միանգամից մի քանի հարցեր կյանքի լրացի բայլավման Եվ իմիջիայլոց վերջին ուղեցույցներով, վերջին հետազոտություններով լյարդի ֆիբրոզ նույնիսկ ինչ որ աստիճանով կարողանա այս խմբի դեղորայքները հետ բերել, այսինքն այ լյարդի ճարպային գեպատոզի, հա, ճարպային գեպատոզի ուղեցույցային այդ կետերի մեջ նաև այս խմբի դեղորայքը իր տեղն է զբաղեցնում։ Իմիջիայլոց արվում են հետազոտություններ, որ այս խմբի դեղորայքը շուտով հնարավոր է կիրառվի նաև երեխաների շրջանում ճարպակալման դեպքում եւ մի շատ հետաքրքիր փաստ եւս ինքը ազդում է հիպոթալամուսային կենտրոնների վրա, որոնք պատասխանատու են կախվածությունների համար եւ ենթադրվում է, որ որոշ դեպքերում նույնիսկ ալկոհոլա ծխախոտամոլության, խաղամոլության դեպքում հնարավոր է որ մոտ ապագայում մենք կարողանանք, իհարկե դա այսպես խոսվում է, բայց շատ հետաքրքիր է, որ ինքը նաև այդ դեպքերում կիրառվի։ Կան բուժառուներ, ես անձամբ ճանաչում եմ բուժառուների, ովքեր բուժառու ստանալու ընթացքում ծխախոտից արդեն հրաժարվել են։ Ու իրանք են նշում են, որ ինչ լավ դեղ է, ինչ հրաշքմիջոց է, ծխելը մոռացա ես արդեն։ Իսկ մեկ էլ մի հարցի շուրջ կուզեի քննարկել այս նույն թեմայի շուրջ, այ օրինակ կան մարդիկ, ովքեր լսելով, որ մուջառոյով հնարավոր է քաշ իջեցնել բան, դիմում են կլինիկա կամ փորձում են այստեղ այնտեղից ձեռք բերել մունջարոն, իրենք լինելով 55 կիլոգրամ, 60 կիլոգրամ կամ ավելի ցածր, կամ նշում են, որ մոտակա 1 ամսվա ընթացքում ունեմ ինչ-որ միջոցառու պլանավորած, ինչ-որ առիթ, ուզում եմ 3-4 կիլոգրամ նիհարեմ։ Այ կուզեմ այս հարցի շուրջ էլ մի փոքր զրուցենք, հասկանանք, արդյոք այդ միջոցը, այդ պահի համար ինքը ակտուալ է, ակտուալ չի, կարելի է թե չի կարելի։ Ես միշտ հորդորում եմ, որ եթե ինչ-որ բան որոշում եք անել, անեն բժշկի հսկողության ներքո, որպեսզի խուսափենք կողմնակի էֆեկտներից։ Բայց ցավոք սրտի կան որոշակի խումբ մարդկանց, ովքեր չեն ուզում, զլանում են դիմել բժշկի, չեն վստահում կամ, չգիտեմ, պատճառները կարելի է անվերջ թվարկել, ստանում են այն պայմաններում։ Եվ հետագայում դիմում են կլինիկա արդեն, դու գիտեմ ձեր մոտ են դիմել, արդեն հետագա բարդություններով։ Նույն ենթաստամոքսային գեղձի, նույն եւ այլն։ Պանկրեատիտները բավականին այս փուլում սկսել են շատանալ, իսկ Օզեմպիկը ասում են, որ իր կողմնակի էֆեկտները ավելի շատ են, ավելի ծանր դեղորայք համարվում Օզեմպիկը։ Իսկ Մունջարոն այդ դեպքում կարանք ասենք, որ Օզեմպիկից ավելի անվնաս է, ավելի թեթև կողմնակի էֆեկտներով է եւ խորհուրդ տան կամ ցուցուն տան, որպեսզի եթե սկսում են պրեպարատը կամ ցուցված է, սկսեն ոչ թե Օզեմպիկով, այլ Մունջարոյով։ Այո, եւ առհասարակ մեր կլինիկայում մենք հիմնականում Մունջարոյով էլ նախընտրում ենք սկսել, եթե կան դրա ցուցումները։ Վնասի առումով, գիտեք, նույն խմբի դեղորայք են, եթե հակացուցումներ չունենք, իրենք երկարաժամկետ վնասներ այսպես չեն կարող հասցնել, բայց այո, Մունջարոն համարվում է ավելի փափուկ դեղորայք, մենք շատ ունենք բուժառուներ, որոնք եւ Օզեմպիկ են ստանում, եւ Մունջարո են ստանում, եւ մենք ինքներս էլ տեսնում ենք, որ միևնույնն է Մունջարոյի վրա կողմնակի ազդեցությունները շատ ավելի քիչ են եւ այ Օզեմպիկի ժամանակ մարդիկ օգտագործելու ժամանակ ասում են առհասարակ չեմ կարողանում ուտել, սրտխառնության փոփոխություն, պրեսիվ վիճակներ, Մունջարոյի դեպքում հնարավոր նույնիսկ հակառակ էֆեկտ լինի տրամադրության առումով, իսկ կողմնակի երևույթների առումով դրանք լինում են շատ քիչ եւ որպես կանոն առաջին ներառումից հետո անցնում են, այո։ Իսկ կուրսի հետ կապված խոսեցինք, բայց չհստակեցեցինք։ Տարբեր դերեր, նույն այս վերջին հետազոտությունների ժամանակ նաև նշվում է, որ այն մարդիկ, ովքեր ստանում են Մունջարո որոշակի կուրս 2 ամիս, 2.5 ամիսից հետո, կարելի է թույլատրվելի դոզայի չափով 2 շաբաթը մեկ ներարկում անել մինիմալ թերապևտիկ դոզայով, ասես շարունակական բնույթի կրումով։ Ինչ կարծիք եք դրա մասին կամ արդյոք այդ մոտեցումը ճիշտ է հետագա պահպանման համար։ Այո, Իմ կարծիքով ճիշտ է այնքանով կամ այն մարդկանց պարագայում, ովքեր երբ որ Մունջարով նիհարում են, հետո դադարեցնում են, սկսում են նորից վերադառնալ իրենց հին ապրելակերպին, այսինքն սննդային վարքի խանգարումներ, ցածր շարժունակություն, նորից սկսում են քաշ հավաքել։ Այդ ժամանակ մարդկանց կարելի է ցուցում տալ, որ շարունակեք 2 շաբաթը մեկ կամ ամիսը մեկ։ Պահպանողական թերապիա կարելի է։ Ես գիտեմ, որ Ամերիկայում, Միացյալ Նահանգներում այդ մոտեցումները արդեն սկսել են օգտագործել։ Միևնույնն է, մենք ինքներս էլ իրար հետ խոսելիս նշում ենք, որ մենք չենք ուզում, որպեսզի պացիենտը կախվածության մեջ ընկնի ամեն դեպքում դեղորայքի։ Միշտ չքրտնես, չտանջվես, չհարես դու քո ձեռքով։ Ամեն դեպքում Մոնջարո թերապիան անցնելու ընթացքում որոշակի սննդային վարք է ձևավորվում, ամեն դեպքում ստամոքսի չափերն են փոքրանում եւ մենք միշտ հորդորում ենք թերապիայի ժամանակ զբաղվել սպորտով, ունենալ
Նաև կազմում են բանհատական արդեն Այո, համապատասխան անհատին դիետա սննդակարգ, որպեսզի ավելի հեշտ լինի իր պահանջներին, պայմաններին համապատասխան, որովհետև արդեն իմ կարծիքով փոխվել է նաև հասարակության մեջ սննդակարգ դիետա հասկացողությունը, որովհետև աշխատանքի ռիթմից, կյանքի որակից, վերջապես 21-րդ դարից կախված մարդիկ կան, որ աշխատում են գիշերը։ Մենք չենք կարող ասել գիշերը մի կերեք, որովհետև գիշերը չի կարող։ Առաջվա նման, երբ որ դիետայի մասին էր խոսքը, Ստրեսի մեջ են էփած գրեչկա, Փակումների մասին այո, չի էփած գրեչկա 7 օր Այսինքն միայն դու բուժարոյն էպիսի սննդակարգ ասենք, հա, ոչ թե դիետա։ Հա, սննդակարգ, Առաջարկես, եթե որը իրեն հարմար չի, մի ամիս հետո ինքը ուղղակի մոռանալու է այդ սննդակարգի մասին, դու պետք է այնպիսի բան առաջարկես, որ իր կյանքի ռիթմին համապատասխան լինի, որ ինքը մշտական կարողանա դա պահել։ Թե չենք գիշերը հարևանի վարչուշտատի ասած բոլոր հին մեթոդները ու կսկսի այդպես նեղարել։ Գրեչկա նիհարի։ Գրեշկար նիհարել։ Ինչու օրինակ շատ հաճախ դիմեր մեզ կամ ինչու բուժարուները ընտրեն հենց վիտա դետոքսը։ Տեսեք, քանի որ վիտա դետոքսում մեզ համար առաջնահերթը դա բուժարուի հարմարավետությունն ու վստահությունն է, այստեղ կան մի քանի կետ։ Մեզ մոտ միջավայրը շատ էսթետիկ եւ հանգիստ է։ Ի տարբերություն մեծ հիվանդանոցների, որտեղ եռուզեռը շատ է եւ ամեն մի հետազոտության համար պետք է գնալ ինչ-որ մի տեղ, մեզ մոտ ամեն ինչը մեկ վայրում է, այսինքն լաբորատորիա, սոնոգրաֆիկ հետազոտություն, թերապևտի, էնդոկրինոլոգի, գինեկոլոգի խորհրդատվությունը եւս մեկ վայրում է։ Եթե ընտրվում է որևէ թերապիա, այսինքն միջամտություն է կատարվում, մեզ մոտ կա շատ հարմարավետ լաունջ զոնա, որտեղ բուժարուն անպայման բժշկի հսկողությամբ, այսինքն ամբողջ process-ի ընթացքում բժիշկը միշտ գտնվում է բուժարուի կողքին։ Կատարվում են թերապիաները պրոֆեսիոնալ բուժքույրական կազմի ուղեկցությամբ։ Եվ պարտադիր չի, օրինակ, եթե բուժարուն դիմել է թերապևտին, սակայն ընթացքում առաջանում են այլ խնդիրներ, էնդոկրին, մենք անպայման բոլորով միասին կատարում ենք կոնսիլիում եւ թիմային աշխատանքը մեզ մոտ եւս կարեւորվում է շատ։ Այսինքն մեկ նախադասությամբ ասած վիտա դետոքս ամեն բան, ամեն հարմարություն մեկ վայրում։ Այո։ Այ շարունակելով Մունջարոյի հետ կապված թեման եւս մեկ կարևոր հարց, որ բազմաթիվ անգամ հնչել է ու կփորձենք նաեւ այս փոքր կարճ ինֆորմացիայով այդ հարցի պատասխանը տանք։ Մունջարո եւ ռեպրոդուկտիվ ֆունկցիա, այսինքն վերարտադրողական ֆունկցիա, ինչով են իրար փոխկապակցված, խանգարում է Մունջարոն ռեպրոդուկտիվ ֆունկցիայի, թե ոչ։ Ինչ կասեք այդ հարցի շուրջ։ Որևէ հաստատված վնասներ Մունջարոյի վերաբերյալ չկան ռեպրոդուկտիվ համակարգի վրա, բայց կան դրական ազդեցություններ, այսպես անուղղակի դրական ազդեցություններ։ Այսինքն, օրինակ, մենք պոլիկիստոզ ծվարանների համախտանիշի դեպքում շատ հաճախ տեսնում ենք ինսուլինառեզիստենտություն, երբ դա ուղեկցում է պոլիկիստոզ ծվարանների համախտանիշին, այդ դեպքում կարգավորելով ինսուլինառեզիստենտությունը մենք շատ հաճախ տեսնում ենք ֆոլիկուլար ապարատի բավականին կարգավորում։ Ինքնին քաշի կարգավորումը արդեն բարելավում է էստրոգեն պրոգեստերոնային հավասարակշռությունը։ Բացի այդ, եկեք չմոռանանք, որ այս խմբի դեղորայքները նաև ընդհանուր բորբոքման ֆոնն են իջեցնում, եւ դրանով մենք նաև բարենպաստ ազդեցություն ենք ունենում փաստորեն էնդոմետրիումի վրա, հա, եւ սոնոգրաֆիկ կարծում եմ դա նույնպես երևում է։ այո, սոնոգրաֆիկ մենք շատ հաճախ ենք տեսնում, ընդհանրապես մեծ քաշ ունեցող կանայք սովորաբար ունենում են մետաբոլիկ սինդրոմը, որը շատ ժամանակ կամ պոլիկիստոզի տեսքով է սոնոգրաֆիկ երևում կամ անավուլատոր ցիկլերով, պրոստ անավուլատոր ցիկլերով, եւ երբ որ արդեն հոմա ինդեքսը նորմայի է գալիս, то есть ինսուլինառեզիստանտությունը վերանում է, օվուլյացիան վերականգնվում է։ Մենք ֆոլիկուլոմետրիա անելուց շատ հաճախ տեսնում ենք նորմալ դոմինանտ ֆոլիկուլներ, ինչը նպաստում է առաջնային հղիությանը եւ Այո, առհասարակ ռեպրոդուկտիվ համակարգի վրա դրական ազդեցություն է թողնում։ Իդեպ մի փոքր փակագծերը բացելով, մեր հաջորդ ոդկասթը նվիրված կլինի կանանց առողջությանը, մեր հյուրերը կլինեն գինեկոլոգները, էնդոկրինոլոգները, այնպես որ բաց չթողնեք, սա մի փոքր սպոյլեր որպես այսպեսին անցնենք հաջորդ թեմային, հաղորդման սկզբում նշեցի բիոխայտինգի մասին, այ կուզեմ մի փոքր խոսենք բիոխայտինգի մասին, ինչ է այն, ինչ է իրենից ներկայացնում, արդյոք այն համարվում է լավ եւ գրագետ մտածված մարքեթինգային քայլ, թե եկել է փոխարինելու կամ լրացնելու ապագա բժշկությանը, ժամանակակից բժշկությանը։ Տեսեք, բիոխակինգը ավելին է, քան մոդայիկ բառը կամ մարքեթինգային քայլը, բիոխակինգը իրականում իրենից ներկայացնում է լուրջ բուժական սխեմաներ եւ ինչ է բիոխակինգը, դա օրգանիզմի
ֆիզիոլոգիական, բնական process-ների գիտակցված կառավարումն է։ Այսինքն հիմնականում բիոխակինգի ժամանակ վիտա դետոքսը եւս ունի այդ մոտեցումները, մենք օգտվում ենք պեպտիդներից։ Դրանք փոքրիկ սպիտակուցային մոլեկուլներ են, որոնք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում տալիս են ճիշտ ազդակ, եւ մենք փաստորեն կարողանում ենք կառավարել օրինակ մետաբոլիզմի որևէ օղակ եւ դրանով նպաստում ենք, որպեսզի մեր նյութափոխանակությունը լավանա, էներգիայի մակարդակը բարձրանա, թողարկվեն վերականգնողական process-ները օրգանիզմում։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ ինտեգրատիվ բժշկությունը, բիոխակինգը եւ դասական բժշկությունը դրանք մեկը մյուսին չեն հակասում, այլ ավելի շատ լրացնում են, քանի որ մեր, այսպես ասած, միսիան ոչ թե հիվանդություն բուժելն է, այլ մարդուն տալ լավ կյանքի որակ եւ որքան հնարավոր է զերծ պահել հիվանդություններից։ Այսինքն ակտուալ է դառնում այն նախադասությունը, ավելի հեշտ է կանխարգելել, Քան բուժել։ Այո։ Спасибо, Մարկ։ Դե ինչ Բիժներ ջան, շատ շնորհակալություն լավ զրույցի համար, մեր առաջի ոդկասթը համար ենք ստացված, իսկ դուք հետևեք մեզ ավելի հետաքրքիր հաղորդումներ բաց չթողնելու նպատակով։ Առողջ եղեք։